Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր թիմակիցների ու աջակիցների ուղեկցությամբ մասնակցել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում մատուցվող պատարագին, ինչի կապակցությամբ դեռ լուսաբացից գյուղում ոստիկանական զգալի ուժեր են կենտրոնացվել։ Պատարագի ներկա է նաև Մեծամորի համայնքապետարանի բարեկարգման բաժնի աշխատակիցները, որոնք սակայն խուսափում էին մեկնաբանել իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը։ Այդուհանդերձ համայնքային ծառայողներից ոմանք խոստովանեցին, որ թեև իզորու չեն կանխելու վերադասի որոշումները, սակայն հոգևորականների նկատմամբ ճնշումներն ու եկեղեցական արժեքների խաթարումն անթույլատրելի են համարում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ վարչապետ միջոցառումն իրականացվել է բացառապես կուսակցական միջոցների հաշվին։ Պապոյանը նշել է, որ երեկոն անցել է բարձր տրամադրությամբ։ Նախարարը հավելել է, որ որակյալ երաժշտությունն ու հաճելի միջավայրն ինքնըստինքյան ենթադրում են նմանօրինակ դրական լիցքեր։ Միաժամանակ Պապոյանը նշել է, որ թեև այս անգամ ելույթ ունենալու հնարավորություն չի ունեցել, սակայն չի բացառում, որ հաջորդիվ հանդես գա կլարնետի կատարմամբ, քանի որ ունի համապատասխան երաժշտական կրթություն։ Ես երաժշտական դպրոց եմ ավարտել, ես կլարնետ։ Միգուցե Անցած անգամ էլ եմ ասել եւ միշտ կրկնում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արամ Մելքոյանը Վարդենիսից ժամանել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցելու մատուցվող պատարագին։ Լրագրողների հետ զրույցում նա իր ներկայությունը պայմանավորվել է քաղաքական թիմի առաջնորդի գործոնով, շեշտելով, որ գտնվում է այնտեղ, որտեղ իր կուսակցության նախագահն է։ Անդրադառնալով Վարդենիսի հատվածում ադրբեջանական օկուպացիային, падգամավորը վստահեցրել է, որ սահմանազատման գործընթացի շրջանակում հակառակորդի զորքերը մոտ ապագայում դուրս են գալու այդ տարածքներից։ Երաշխավորում եմ այս խաղաղության համար եւ վստահում եմ, որ այդ տեղերից դուրս են գալու, երբ որ սահմանազատումը տեղափոխվի մեր տարածաշրջան, դա տեղի է ունենալու մոտ ապագայում եւ կտեսնեք, խնդրեմ կգաք եւ կլուսաբանեք։ Մայրաթոռը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին։ Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը տեղի ունեցածը որակել է եկեղեցու դեմ սանձազերծված արշավ եւ բռնաճնշումների հերթական դրսեւորում, որի անմիջական նպատակն է խաթարել Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի բնականոն աշխատանքները։ Խստորեն դատապարտելով իշխանությունների այս բացահայտ միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, Մայրաթոռը հորդորում է իրավապահ մարմիններին զերծ մնալ Սահմանադրության ու մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներից եւ հարգել եկեղեցու ինքնավարության սկզբունքը։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում Հանրապետությունով 1։ Մեր ձևով շարժման անդամները Հայաստանի մարզերում ներկայացնելու են Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան տնտեսական ծրագրի մանրամասները։ Կարապետյանի գլխավորած ուժի ներկայացուցիչները մեծ ավտոբուսով շրջելու են Հայաստանով ու մեր երկրի քաղաքացիներին պատմեն տնտեսական փոփոխությունների ծրագրերը։ Ավտոբուսի վրա պատկերված են Սամվել Կարապետյանի լուսանկարն ու տնտեսական ծրագրի կետերը։ Դրանցից առաջինը 300,000 նոր աշխատատեղերի ստեղծումն է, հատկապես մարզերում։ Միրան Հարությունյանը Լոս Անջելեսում անցկացված Up Next Fighting 30 մրցաշարում վերադարձել է խառը մենամարտների ռինգ։ Նա հաղթել է ամերիկացի Շեյն Տորեսին 66.5 կիլոգրամ քաշային կարգում, նշանավորելով իր առաջին հաղթանակը տևական դադարից հետո։ Մրցաշարը հաջող է անցել նաև այլ հայ մարզիկների համար։ Պարքև Խաչատրյանը, Ժորա Սահակյանը, Արթուր Հարությունյանը եւ Դավիթ Մգոյանը նույնպես պատվով են հանդես եկել։ Նրանք տոնել են կարևոր հաղթանակներ։ Մրցաշարը հայկական մարտարվեստի համար մեծ հաջողություն է եղել եւ բարձրացրել հայ մարզիկների հեղինակությունը միջազգային հարթակում։ Անտալիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է Թուրքիայի 8 քաղաքացի, եւս 26-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ըստ նահանգապետի ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ շրջվել զորակը։ Հոսպիտալացվածների թվում կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժածներ, որպես պատարի նախնական պատճառ քննարկվում են թաց ճանապարհածածկն ու արագության գերազանցումը կտրուկ շրջադարձի վրա։ Այսօր Աբու Դաբիում նախատեսված Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև խաղաղության բանակցությունների երկրորդ փուլը հետաձգվել է։ Ըստ նախագահ Զելենսկիի եռակողմ հանդիպումների հաջորդ ժամկետը սահմանվել է փետրվարի 4-ն ու 5-ը։ Ուկրաինական կողմը հայտարարել է առարկայական քննարկումների պատրաստակամության մասին, շեշտելով պատերազմի արժանապատիվ ու իրական հանգուցալուծմանը հասնելու առաջնահերթությունը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել է ռուսական կողմի մոտալուտ ռազմական հաղթանակը։ Նախկին նախագահն ընդգծել
նշել է, որ Մոսկվայի համար առանցքային նպատակը հետագայում նոր հակամարտությունների բացառումն է։ Այսպիսով դիվանագիտական գործընթացը վերսկսվում է կողմերի խիստ տարբերվող ռազմավարական շեշտադրումների եւ սպասումների ֆոնին։ Իսրայելի գլխավոր շտաբի պետը Վաշինգտոնում ամերիկյան կողմի հետ քննարկել է Իրանի դեմ հնարավոր գործողությունների սցենարները։ ԱՄՆ-ն զուգահեռաբար շարունակում է ուժերի կուտակումը տարածաշրջանում։ Էյլաթ նավահանգիստ գործուղելով ամերիկյան էսկադրային ականակիրը։ Ի պատասխան Դոնալդ Թրամփի սպառնալիքներին Իրանի ռազմական ղեկավարությունը նախազգուշացրել է Վաշինգտոնին ու Թել Ավիվին հնարավոր հարձակման ծանր հետևանքների մասին։ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ պատերազմի դեպքում այն կվերաճի տարածաշրջանային ավելի մեծ աղետի։ Supposed to be built there, but a thing called the Civil War. Դոնալդ Թրամփն ակտիվորեն առաջ է մղում Վաշինգտոնում մոտ 76 մետր բարձրությամբ անկախության կամարի կառուցման նախագիծը, որն սպիտակ տան կդառնա Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակի խորհրդանիշն ու աշխարհի ամենաազդեցիկ ճարտարապետական կոթողներից մեկը։ Նոր հուշարձանը նախագծված է դասական եվրոպական ոճով, որը կֆինանսավորվի մասնավոր հանգանակություններով։ Շինարարությունը նախատեսված է սկսել առաջիկա ամիսներին։ Այն կարող է փոխել մայրաքաղաքի տեսքն ու ստվերել Լինքոլնի հուշահամալիրն ու հարակից հուշակոթողները։ Նախագահ Թրամփը անձամբ է վերահսկում աշխատանքները, չնայած որ նախագիծը մտահոգություններ է առաջացրել մասնագետների շրջանում։ Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ շուրջ 2 տարվա դադարից հետո փորձնական ռեժիմով կվերագործարկվի Ռաֆայի սահմանային անցակետը։ Ուղևորների կանոնավոր տեղաշարժը կսկսվի երկուշաբթվանից Եվրամիության ներկայացուցիչների եւ Իսրայելի անվտանգային խիստ վերահսկողության ներքո։ Ըստ սահմանված կարգի Գազայի հատվածից օրական թույլատրվելու է մինչև 150 մարդու ելքը։ Պաղեստինյան ինքնավարությունը կիրականացնի անձնագրային ձևակերպումները իսրայելական կողմի հեռակա վերահսկողության պայմաններում։ Այս զարգացումներին զուգահեռ իսրայելական ավիացիան շարունակում է հարվածներ հասցնել Գազայի կենտրոնական շրջաններին, որտեղ վերջին ռմբակոծությունների հետևանքով կան նոր զոհեր ու վիրավորներ։ 2025 թվականի հոկտեմբերին կնքված զինադադարից ի վեր զոհերի թիվն արդեն գերազանցում է 500-ը։ Պակիստանի Բելուչստան նահանգում Բելուչստանի ազատագրման բանակ անջատողական խմբավորման իրականացված լայնածավալ ու համակարգված գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 15 իրավապահ եւ 18 խաղաղ բնակիչ։ Զինյալները միաժամանակյա հարձակումներ են գործել նահանգի 9 շրջանի ոստիկանական բաժանմունքների եւ ռազմական օբյեկտների վրա։ Ի պատասխան այս գործողությունների անվտանգության ուժերը ոչնչացրել են շուրջ 92 զինյալի, իսկ նահանգային իշխանությունները վերահաստատել են ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու իրենց անսասան վճռականությունը։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում հորդառատ անձրևների պատճառով Ռուբայայի հանքավայրերում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 200 հանքափոր։ Աղետը տեղի է ունեցել M23 ապստամբական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքում, որտեղ հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել են անօրինական ու առանց անվտանգության նորմերի շահագործվող տասնյակ թունելներ։ Այս հանքավայրերն ապահովում են համաշխարհային էլեկտրոնիկայի համար կենսական նշանակություն ունեցող կոլումբիտի պաշարների զգալի մասը, սակայն շահագործման պարզունակ մեթոդները պարբերաբար հանգեցնում են նմանատիպ ողբերգությունների։